Ողջունում եմ ձեզ, պարոն նախագահ, ես շատ ուրախ եւ հպարտ եմ ձեզ տեսնելու ստեղ, ես ինքս ձեզ համարում եմ, կարող եմ մի քիչ ռուսերեն խոսեմ, չլավիկ լեգենդա, որովհետեւ դուք իմ համար ամենաավտորիտետնի եւ ավտորիտարնի ղեկավարն եք։ Ես աշխարհի 8-րդ հրաշալիքից եմ Արցախից, ինչը որ հիմա կատարվում է ներկայիս տխրահռչակ իշխանավորների վարած ֆիկտիվ քաղաքականության պատճառով, որ մենք հիմա չունենք պետություն, չունենք անկախություն, չունենք Արցախ, գերիներին չունենք, մեր դիակները չունենք, ունենք բայց կորսված եւ անարգված 3 պատերազմների ընթացքում զոհվածների արյուն, ես ճիշտն ասած շատ եմ լսում եւ բոլոր արցախցիները կհավաստիացնեն, որ այդ պիտակավորները փախած կամ ասում են բռնի տեղահանված, հետո ասում են փախստական, այն ինչ կատարվել է 2020 թվականից մինչև 23 թվականը, դա վայրենի կանիբալիզմ էր, դա ահաբեկչական մասշտաբային ակտ էր արցախցիների նկատմամբ եւ հիմիկվա այս տխրահռչակ իշխանավորները, ովքեր որ անվանում են մեզ փախածներ, մեր ապրելու մեծ ցանկությունը համարում են մեղսագործություն, որ մենք ապրում ենք, բայց մենք բոլոր արցախցիներս մեզ համարում ենք մեր մեծ հայրենիքում, ես պարզապես խնդրանք ունեմ, ես ընտրելու եմ ձեզ, մեծ հպարտությամբ եմ ընտրելու, որովհետև ես ուզում եմ ձեր ղեկավարած տարիների նման քայլեմ հպարտ հայի կեցվածքով, թե իմ հայրենիքում, թե դրսում եւ թե իմ Արցախում։ Ես ձեզ խնդրում եմ վերադարձրեք մեզ մեր արժանապատիվ ապրելը, մենք հիմա ունենք կորսված արժանապատվության ֆանտոմային ցավեր, իսկ հարցս հետևյալն է, ինչպիսին եք տեսնում Հայաստանի ապագան եւ ինչպիսին եք տեսնում Արցախայության բնակապահովման հարցը, կարող է շատերը մտածեն այն տեսանկյունից եմ հարցնում ֆինանսական, բայց Արցախցին դարել է այն ազգը, որը իր ամբողջ կյանքը փորձել է տեղավորել մի ճամպրուկի մեջ եւ անընդհատ տնից տեղ տեղափոխվելով հավաքելով այդ ճամպրուկը, ինքը զգում է այդ նույն ցավը եւ իրան իր սեփական մեծ հայրենիքում համարում է հյուր։ Ինքն էլ ոչ ցանկալի հյուր, շնորհակալություն։ Ինչպիսին եմ տեսնում Հայաստանը։ Հայաստանը ունի բոլոր հնարավորությունները հարավային Կովկասում լինել ամենից զարգացած երկիրը։ Մենք այդպիսին եղել ենք բարեփոխումների առումով, տնտեսական զարգացման տեմպերի առումով եւ ապահովված անվտանգության տեսանկյունից։ Մենք համաշխարհային բանկի կողմից որակվել եք որպես Կովկասյան վագր, որտեղ տնտեսական զարգացումը միջին տարեկան եղել է 12.5%, 12.5% միջին տարեկան։ Մենք մտնում ենք սկզբից 7-յակի, հետո 5-յակի մեջ, աշխարհի մոտ 190-ից ավել երկրների շարքում։ Մենք ունենք բոլոր հնարավորությունները վերադառնալ այդ վիճակին։ Բոլոր հատուկ փորձագիտական նաև մեծ համբավ ունեցող կառույցները որակում էին հայկական բանակը որպես ամենից մարտունակ բանակը տարածաշրջանում։ Այդպես էր 98 թվականից մինչև 2008 թվականը։ Եվ պատճառը դա էր, որ մենք ունեինք մարտունակ բանակ, ամենից մարտունակը Հարավային Կովկասում, մենք ունեինք ամենից արագ զարգացող տնտեսությունը, մենք ունեինք ամենից կազմակերպված պետությունը, ռեֆորմների նաև տեսանկյունից եւ այս ամենը ամբողջականության մեջ ապահովում էր Հայաստանի անվտանգ կյանքը, անվտանգությունը։ Մենք ի վիճակի ենք վերադառնալ, ոչ թե վերադառնալ, այլ
նորովին այդ ամենը վերակառուցել։ Իսկապես ի վիճակի ենք։ Մեկ անգամ արել ենք, ելի ենք անել։ Սա ֆանտաստիկայի ժանրից չի։ Ուղղակի մաչքիս առաջ է այն ամենը, ինչ այսօր արվում է Հայաստանի հետ։ Առաջերտին այն խառնակցությունը, որը ներսում իրականացնում է այս իշխանությունը, պետք է ուղղակի ստոպ տալ դրան։ Սաղին իրար դեմ լարել, վախացնել պատերազմով, Արարատը հակադրել Արագածին, ամեն քայլափոխեն, ոնց որ հատուկ նպատակաուղղված փորձում են լարել, անհանգստություն մտցնել մեր ժողովրդի մոտ, հատուկ, իսկ այս ամենը ազդում է ամեն ինչի վրա, տնտեսական ակտիվության վրա, տրամադրության վրա, ընտանիքում հարաբերությունների վրա, հարևանի հետ հարաբերությունների վրա, քայքայիչ մի բան է, ես ուղղակի կրկնեմ այս միտքը, եթե Հայաստանի առաջնորդը լինել Թուրքիայի գործակալ, կաներ ճիշտ այն, ինչ այսօր արվում է Հայաստանում, ճիշտ, սենց ոնց որ հատուկ մտածած լինի, ես փաստեր չունեմ այս գործակալության, բայց ամբողջ այս գործունեությունը վկայակոչում է, որ սրանք այս մոդելի մեջ են աշխատում։ Ճիշտ ասած, ինձ մեկ-մեկ թվում է, թե այս ես ներողություն եմ խնդրում իմ գրեիք արտահայտվելու համար, ոնց որ Սեկայի մի հատ թիմ լինի, որը որ մնացել է բրիգադա ֆիլմի ազդեցության տակ, մեկ-մեկ ձեռքի են դնում իրանց ձեռքերը եւ բրատվա ռվյոցը կվլաստի լոզունգով փորձում են առաջ գնալ, ուզում եմ ասել, որ դուք դերասաններ չեք, իսկ մեր հայրենիքը բեմ չի, իսկ եթե ձեզ համարում եք դերասաններ, ուրեմն իջեք բեմից եւ թույլ տվեք, որ ուժեղ ղեկավարները մեզ տան այն հայրենիքը, որում որ մենք արժանի ենք եւ մեր զոհերը չդառնան իր էքս տիկնոջ, թե հիմիկվա տիկնոջ, մեկ-մեկ հնդկական ֆիլմ էլ ինձ ճիշտ ասած Ես ընդհանրապես ընտանիքի գործեր չեմ մտնում, բայց նույնիսկ այդ արժեքային համակարգը դառնա բրազիլական սերիալ էլի, ինչ ասեմ։ Ճիշտ ասած, ես հիշում եմ մեկ-մեկ ես հիշում եմ, որ ասում էին ինտերնետ չկար, շնորհակալություն ես խնդրում եմ և հորդորում եմ, որ ընտրեք ուժեղ ղեկավարին, չվախենաք ոչ մի բան։ Շնորհակալություն։